and from first graders in Newtown. Հիշենք Նյութաունում գնդակահարված առաջին դասարանցիներին։ First graders. Առաջին դասարանցիներին։ And from every family who never imagined that their loved one would be taken from our lives by a bullet from a gun. Պատկերացրեք նրանց ընտանիքների վիճակը, որոնց մտքով էլ չեր անցնի, որ իրենց թանկագինների կյանքը կարող էր խլել հրազենի գնդակը։ Every time I think about those kids, it gets me mad. Ամեն անգամ, երբ այդ երեխաների մասին եմ մտածում, այդ միտքը ինձ խելագարեցնում է։ Ու ի դեպ, նման դեպքեր պատահում են Չիկագոյի փողոցներում ամեն օր։ So, all of us need to demand a Congress brave enough to stand up. Այսպիսով բոլորս պետք է պահանջենք, որ կոնգրեսը խիզախ գտնվի եւ պաշտպանի քաղաքացիներին։ All of us need to stand up and protect its citizens. Every single year, more than 30,000 Americans Յուրաքանչյուր տարի ավելի քան 30,000 ամերիկացի զոհվում է զենքերից։ 100,000-ավոր մարդիկ կորցնում են իրենց եղբայրներին եւ քույրերին։ Ծնողները հողին հանձնում իրենց զավակներին։ Շատերը հաշմանդամ են մնում։ The United States of America Միացյալ Նահանգները աշխարհի միակ երկիրը չէ, որտեղ կան բռնի վտանգավոր մարդիկ։ Մենք չունենք բռնության նկատմամբ որևէ հակում, սակայն մենք աշխարհի միակ զարգացած երկիրն ենք, որտեղ գրանցվում են նման ծավալի եւ հաճախականության բռնության դեպքեր։ Այլ զարգացած երկրներում դա այսպիսի հաճախականությամբ տեղի չի ունենում։ Մեզ համար դա նույնիսկ սովորական է դարձել եւ խնդիրը կարգավորելու փոխարեն մենք ընկղմված ենք դրա շուրջ վեճերի մեջ։ Advanced countries. We understand there are some Մենք գիտակցում ենք, որ մեր ազատությունները սահմանափակված են այն չափով, որքանով դա անհրաժեշտ է անմեղ մարդկանց պաշտպանելու նպատակով։ Մենք բարձր ենք գնահատում մեր անձնական գաղտնիքի իրավունքը, սակայն ընդունում ենք, որ օդանավ բարձրանալու համար պետք է անցնել մետաղական դետեկտորի միջով։ Դա արվում է ոչ թե այն պատճառով, որ մարդկանց դուր է գալիս, այլ որովհետև դա զարգացած հասարակության մեջ ապրելու գինն է։ The problem is some gun sellers have been operating under a different set of rules. Խնդիրն այն է, որ որոշ զենք վաճառողներ գործում էին այլ օրենքների համաձայն եւ բռնի հանցագործը կարող էր զենք գնել ինտերնետով առանց որևէ ստուգման կամ թույլտվություն ստանալու։ Վերջին հետազոտություններից մեկի համաձայն մեկ ինտերնետային էջից յուրաքանչյուր միայն 30 զենք գնորդներից մեկը ծանր հանցագործ է եղել։ Խոսքը գնում է նրա մասին, որ երկար քրեական անցյալ ունեցող մարդիկ կարող են հեշտությամբ զենք գնել։ Illegal gun possession. People with lengthy criminal histories buying deadly weapons, all too easily.